Ադրբեջանի ոստիկանությունը ապաշրջափակել է Բաքվում գտնվող Սպուտնիկ Արմենիա լրատվական գործակալության գրասենյակի մուտքը։ Այս պահին շենքի դիմաց հերթապահում են պարեկային ծառայողներ։ Իսրայելական ուժերը Գազայում հրթիռակոծել են սրճարաններ, դպրոցներ եւ սննդի բաշխման կետեր, սպանելով առնվազն 95 պաղեստինցու, ինչպես նաեւ հարձակվել են հիվանդանոցի վրա։ Կան վիրավորներ։ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 4 ծաղրանկարչի, որոնք մեղադրվում են ծաղրանկար նկարելու եւ տարածելու համար, որոնք իշխանությունների եւ ցուցարարների կարծիքով պատկերում են Մուհամմադ Մարգարեին եւ Մովսեսին։ Միջազգային քրեական դատարանը ենթարկվել է կիբերհարձակման։ Դատարանից տեղեկացրել են, որ միջոցներ են ձեռնարկվում վնասները սահմանափակելու համար։ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին նույնպես ենթարկվել էր կիբերհարձակման։ Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգի դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, կան վիրավորներ։ Նախնական տվյալներով պայթյունն առաջացել է գործարանի չորացնող սարքավորումներից, որոնք օգտագործվում են դեղամիջոցներում թմրանյութերի հումքով նախատեսված նուրբ փոշին վերամշակելու համար։ Ֆլոսի փոթորիկն ուժեղացել է Մեքսիկայի հարավ-արևմտյան Խաղաղ օվկիանոսի ափին։ Մայամիում գտնվող ամենաազգային փոթորիկների կենտրոնը հայտնել է, որ երկուշաբթի գիշեր Ֆլոսին դարձել է առաջին կատեգորիայի փոթորիկ եւ ունի 130 կմ/ժ քամու արագություն։ Մեքսիկայի կառավարությունն ավելի վաղ արևադարձային փոթորկի մասին նախազգուշացում էր տարածել հարավ-արևմտյան ափի երկայնքով Պունտուս Սանտելմոից մինչև Պլայա Պերուլա։ Սվետլանա Թորոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։